Ինչ կա, ինչ եք հասկացել։ Շատ բան եք հասկացել, տեսնեմ, իմ բացակայության զանգող եղել է։ Ցայնային հաղորդակցություններ, շատ լավ, սպասեք տեսնենք, ասել էի, որ ցայնային հաղորդակցությամբ ասեք ինչ հասկացած եք, չկա ուր է ցայնային հաղորդակցություն, մնալ չի է։ Չկա ցայնային հաղորդակցություն, չկա։ Ոչինչ։ Հասկացա, երբ մեղքն է թևի մեզ գալիս, չքնանք մեղքին թիմավորելու։ Լարիսան գսե այս ինչ անուններ են ասում, քրածեք, ինչ է այսօր։ Սկսան ցայնայինները։ Չասալ ուրիշ բան մնա։ Լավ։ Այս հաղորդումը լսելիս պատասխանատվությունը իմ անձի նկատմամբ ավելի մեծացել և գիտությունս է ավելացրել, Փառք Աստծո։ Ավասիկ զանգը ստացանք, կոնե դուք խոսեք, ես մի քիչ լսեմ, ողջույն, բարի լույս, դուք ուղիղ եթերով եք, հրամեցեք։ Օրհնեցեք Տեր Հայր։ Աստված օրհնե, բահե և բահբանե։ Եվ Քրիստոսի սիրով բոլորին ջերմ ողջույններ։ Թող օրհնյալ լինի Աստված, որ մեզ իր քաղցր սիրով գուրգուրում է, որ ստեղծեց տիեզերքը մեծ ու հսկա, մարդուն էլ մաս տնելով դրա մեջ, և իր կամքը միշտ բարի է, հաճելի ու կատարյալ կամքով մարդուն միշտ գուրգուրացել է։ Այսօրվա դասից սովորեցինք, որ Պողոս առաքյալը հիշեցնելով այդ հավատի տիտաններին, որոնց եբրայացիները շատ լավ ճանաչում էին, գիտեին, որ իրենց անցկացրել է Կարմիր ծովով, Հորդանան գետով, և որ իրենց խոսել է օրենքների, մարգարեների միջոցով, և որ իրենք անտեսել էին։ Հենց այսօրվա մեր ընթերցումով ասում է երկրորդ օրենքում. երկնքով ու երկրով, որ դուք անհետ Տերն ասում է, ես երդվում եմ երկնքով ու երկրով, որ դուք անհետ կկորչեք, ինչպես մյուս ազգերը, որ վերացրեցի ձեր առջևից։ Իսրայելի բոլոր մարդկանց է ասել։ Բայց հավատքի այդ հերոսները ընտրել էին Աստծուն հնազանդվելու և լսելու, Աստծով օրհնվելու և ապրելով հավիտենական կյանքի արժանանալը։ Տերը բոլորին խոստացել էր, որ իրենց առջևից կգնա, բոլորի համար էր տվել այդ բարիքները, բոլորին էր Կարմիր ծով անցկացրել, Հորդանանը անցկացրել, բայց ասեց ձեզ պատժեցի անապատում, որպեսզի դուք փոխվեք, ճանաչեք ձեր սխալները, ընդունեք, որ ես եմ Տերը, ես եմ ձեր փրկիչը, ձեզ կերակրեցի, կշտացրեցի, պահեցի, հետո դրանից հետո անցակ դուք հիշեք, ոչ թե դուք եք հաղթողը, այլ հաղթողը Տերն է։ Ոչ թե ձեր արդար լինելու համար եմ այդպես արել, այլ որ դուք հասկանաք, ամբարիշտության համար եմ նրանց կոտորել ձեր առջևից, ձեզ տալով ամեն ինչ։ Իսկ մեր սիրելի Պողոսը այդ հավատքի հերոսներին բերելով ցույց է տալիս, որ փրկիչ Քրիստոս եկել է մեղավորին փրկելու, ոչ թե արդարին։ Ովքեր Տիրոջը հնազանդ են։ Հիմա, եթե մենք Տիրոջ խոսքին հնազանդ չենք, Տերը ասում է, մեզ կործանում է սպասվում, ասել է այդ հավատքի բոլոր հերոսները, ում որ թվարկեց եբրայացիները գիտեին, որ այդ հավատքի հերոսները Աստծո խոսքին ոչ միայն հնազանդ,
այլ Աստծո օրհնությունները վայելած էին։ Եվ հիմա Պողոսը ինքը ասում է, որ ես վկայում եմ Քրիստոս եկել է մեր մեղավոր մարդուն փրկելու, ես էլ առաջին մեղավորն եմ։ Ճանաչենք Քրիստոսի բերած շնորհն ու փրկությունը։ Դառնանք մեր մեղքերից, այսօրվա մեր դասը մեզ ասում է, դեն գցենք հպարտությունը, ամեն մեկս մեր առաջ եղած ասպարեզը ճիշտ անցնենք, որպեսզի հասնենք հավիտենական փառքին, որ Տերը մեզ խոստանում է, այն շնորհներին, որ Տերը մեզ տվել է, բերել է մեզ փրկության շնորհը, չլինենք անմիտներ, իմանանք Տիրոջ կամքը, որպեսզի հասնենք փրկության, եթե ասում ես զգուշ եղեք, ինքներդ ձեր հանդեպ, նայեք ձեր հավատքի զորագլխին Հիսուսին, ճշմարիտ հավատքին։ Դրա համար մեծը մեր հավատքի այս հերոսները ում որ թվարկեց, մենք այսօր 2000 տարվա հեռավորությունից մեր սրբերին կարող ենք բերել։ Մեր մեծը նարեկացին ճանաչելով Քրիստոսին, մեկանալով Քրիստոսի հետ, դրա համար ասում եմ մեղա, ես քո մեծ զորության առաջ, մեղա, որ քո շնորհները անարգել եմ, ոտնահարել եմ, մեզ մենակ մեղա է պետք ասել, մեղա Աստծո, որ իր բերած շնորհները չենք կարողացել ընկալել, թող բացի մեր միտքը, Ամեն։ մեզ վերանորոգի, զորացնի ու հաստատահիմն դարձնի։ Ամեն, ամեն, շնորհակալություն Ռիփսիմե, ապրես։ Ես բարի օր ենք մաղթում։ Բոլորիս։ Ամեն։ Հասկացա, որ ցավալի վիճակում ենք, դգար հավատքով և նվաստ գործերով, հասկացա, որ խիստ պետք է լինենք մեր անձի նկատմամբ, որպեսզի չդրվենք զանազան քայթակությունների և Աստծո խոսքը կարդալով փոխանցենք մեր ներսի մարդուն, որ հակված է ձոլության և վայելքին, աղոթք և ապաշխարությունը դարձնենք մեր հանապազօրյա քոծ, սիրով սեր տարածենք առ Աստված և արժանանանք Տիրոջ ներմանը, Աստվածօրհնի և Բահբանի բոլորիս, սկսե Մարինե Եղինյանը։ Իսկ Գոհարը ինչ անուն է ասի, Գոհար հավանաբար այո, քայլելով ներկա իրականությանը մեջ պատվով ապրենք Աստծո երկյուղը մեր մեջ ունենալով։ Գայանե Մեսրոպյանը գսե հասկացա, որ այս մեղավոր և անիրավ աշխարհում պետք է ամրապնդել մեր հավատքը և ամուր գարչենք Աստծուն և կատարենք պատվիրանները։ Աննա Սանտրոսյանը, Տեր Աստված և ներողահայր, ներիր ինձ անարժանիս, իմաստություն և բինտ պահիր ձեռքս, որ չհեռանամ քեզնից, ապրեմ այնպես քեզ արժանի ծառա լինեմ։ Ռուսադար անունը գսե հասկացա, որ այն կարճ խոսքով, որ փրկությունը դժվար է, բայց ոչ անկարելի, միայն պետք է շատ չանք տապենք։ Նաիրա Հովհաննիսյան, ողջունար Սուրբ, խնդրում եմ 20-ամյա որդուս Նոյի համար աղոթեք 44 օրյա պատերազմի մասնակից է, արդեն այսօր ուրբաթ է և պիտի աղոթենք մենք բոլոր մեր հիվանդների համար և մանավանդ ձեր որդու համար։ Գայսրին Աստծուն այս Աստծուն է, որ ստեղծվել է Աստծո պատկերով, Տեր ողորմիր դգարիս զորացու ճշմարիտ հավատք իմ սրտում և մտքում, դուր ինձ ինչ պետք է փրկությանս, թող քո կամքը լինի, ամեն։ Իմիջայլոց հիշեցի ես ասեմ, որ այսօր ես Հոլանդայի Ռոզենդալի գոհմերն եմ, եթե ունենք ունգընտիրներ այնտեղ և եթե պապակում են սիրով կայցելեմ իրենց մոտ, թող ինձ կապ հաստատեն։
Աստուն ճանաչելով պետք է զինված լինենք, մեղք չգործենք, չզրկվենք օրհնությանը, բայց Տեր ջան, անկախ մեծանից էլ մեղք ենք գործում, այսպես է։ Շատ բարի, այսօր ուրեմն ձեր զանգերը այդքան են, ձեր նամակներն ալ այդքան են, տեսնեմ եթե ցայնային հաղորդակցություն կա։ Հա, ես նամակ ստացա, այդ նամակը կուզեմ մենք այդ մասին անդրադառնանք, կարևոր նամակ էր, ինձ ուղղված է նամակը, բայց շատ կարևոր նամակ է, սակայն կարծեմ, որ հասցեադերը ես չեմ։ Այո, լսենք միասին։ Արյոշնություն լինի ձեզ և ամենքին Տերարմեն, մի մտահոգիչ հարցով եմ։ Սպասեք նայենք, գիսենք մտահոգությունը ձեզ հետ նայենք։ Արյոշնություն լինի ձեզ և ամենքին Տերարմեն, մի մտահոգիչ հարցով եմ արձագանքում ու նաև ակնկալում ձեր արձագանքը։ Երկու օր առաջ իմ ծանոթ կանանցից մեկը, որը օպերայի երգչուհիներից է, ասաց, որ շատ թաքուն իբրև թե անակնկալ անելու պատրվակով ձեռնարկել են մի դիվական հատկացվածային օպերա Սոմա գրակի օղակում։ Հիմքը Տերտերյանի օպերան է, որի լիբրետոն ամբողջությամբ փոփոխել են, աղավաղ է, մտցրե թեմայի հետ կապ չունեցող, սա Չարենցի դիվահնար բանաստեղծությունը, Սոման, որը երկրպագություն, մեծարանք է և փառաբանություն, հնդկական չաստվածուհուն, որը կրակի ծանր հարվածների, ցավի ու տառապանքի մարմնացումն է, ըստ իրենց հավատալիքի և նաև ըստ միգուցե հայ հավատացողների, չգիտեմ։ Դրան են կպցրե, չգիտես ինչով, անտրամաբանորեն, Չարենցի ամբողջները խելագարված պոեմը։ Շատերս կարծել ենք, թե ամբողջները խելագարվածը դա քաղաքական կամ հեղափոխական պոեմ է, բայց ձեզ ուղարկել եմ նաև ամբողջները խելագարվածի ներածության վերլուծությունը, որից դուք բարձ կտեսնեք, որ դա բացարձակապես սատանայի երկրպագությունը և դժոխային հոգիների երկրպագությունն ու ողջույնները գնում։ Բաներ կա, որ մեր առջև քողարկված են, կարծես թե կոդավորված, բայց երբ որ Աստծո հոգին բացահայտում է, սկսում ենք տեսնել բաներ, որ առաջ չէինք տեսնում։ Դրանից բացի նաև ուղարկեցի ձեզ այդ իրենց օպերայի երաժշտական մի հատված, իրենց անոնսային մի հատված, որի թե երաժշտությունից, թե դեկորացիաներից դուք ձեր պատկերացումը կկազմեք։ Ուղարկել եմ նաև Արմեն Հարեյանի վերլուծականը այս թեմայով և կարծում եմ, թե դուք անձնապես, թե նաև ձեր ծանոթ բոլոր հոգևորականները, թե Մայր եկեղեցին պիտի լուրջ մնա այն արարողության համար, որ ցանկանում են այստեղ դիվական ռիտուալ իրականացնեն։ Գիտեք, որ կան ռիտուալներ, որոնք գնում են երաժշտություններով, պարերով, շարժումներով, այդ երգչուհին ասում էր բալետի խմբին չեն ներգրավել զբաղվածության պատճառով, այդ պարային շարժումներն էլ են տվել, որ երգողները անեն։ Այդ պատահական չի, քրմական բան է դառնում արդեն, համ երգում են, համ պարում։ Ու ասում է, երգերը ինձ չեմ էր ուզում կրկնեմ, մահ, սպանել, սենց բաներ է տեքստը։ Այդ ինչ օպերա է։ Ասենք օպերայի մեջ բանը մահա խոսականը սխալ եմ ասում երևի, ինչ սպանության կոչեր են, արվեստ է, սպանելով օպերայա լինում։ Ու ասում էր շարժումներն էլ դիվական պարեր, դիվական շարժումներ, որ ասում է ուղղակի ես ուզում եմ հրաժարվեմ։ Ասացի դու տատիրոջը զոհարա խիզախեղի, քաջեղի, եթե նույնիսկ կդնեն քո առջև օպերան լքելու պայմանը չնայած իրավունք չունեն,
նույնիսկ աշխատանքից դուրս արի, բայց չարժե որ քրիստոնյա լինելով դու գնաս եւ սատանայի երկրպագություն հանդիսացող արարողությանը մասնակցես։ Իրենք երազում են թող խափանի Տերը եւ խանգարի արգելք դնի Տերը, որ ապրիլի 13-ին նախանշված այդ պրեմիերան չկայանա, դրանից բացի նաեւ Դուրգարյանը ցանկությունը հայտնե Անուշ օպերան վերացնի հայկական օպերայի այցեքարտ լինելուց եւ դրա փոխարեն դնի Սոմա գրակի օղակում։ Պատկերացրեք, Անուշը հայկական ամենայն հայոց բանաստեղծի եւ տաղանդավոր Արմեն Տիրանյանի ստեղծագործությունը հանվում է, տեղը դրվում է հնդկական բաժեստվոյի չաստվածուհու անունը գրող այդ դիվական կախարդանքը։ Սրա համար պետքա բոլորս ձայն բարձրացնենք, մանավանդ դուք ունեք մեծ լսարան եւ նորից եմ խնդրում աչալուրջ լինենք եւ ամբողջ հոգեվոր դասին ոտի հանենք, որովհետեւ այսօր ժողովուրդը նայում է մտավորականներին, նայում է հոգեվորականներին։ Ասեմ, որ վերջի անգամ էլ այս բեմականացումը կատարել են 2014 թվականին Շուշիի ամրոցում։ Այո, շնորհակալություն Վարդան ջան, իսկապես սա մտահոգություն է, մեծ մտահոգություն է մեր ազգային եւ քրիստոնեական գերբարը վերացնելու կամ խախտելու, սա մեծ քայլեր են կատարվում, մենք շատ մտահոգ ենք, բայց ասեմ, որ սա միակը չէ, այնքան ավելի մեծ բաներ կան, մեծ պայքարներ կան մեր հավատքի եւ ազգայնականության թեմ, որ իսկապես որ մենք կարիք ունենք շատ աղորդելու եւ ես այս ծեր ուղարկած նամակը իր լինքերով միասին, ծեր ցայնայինով միասին ես կուղարկեմ մեր հոգեվոր դասին եւ կհուսամ, որ Հայաստանի մեջ եղող մեր հոգեվորականները եւ հոգեվոր իշխանությունը սպառվին նաեւ այս հարցով եւ նաեւ մեր ունգընտիրները լսեցիք, զգուշ եղեք սիրելիներ եւ թեմ գեցեք եւ փորձեցեք չմասնակցել, փորձեցեք բոյկոտել այս ծեր բացակայությամբ, փորձեցեք բոյկոտել այսպիսի դեպքերը, որոնք իսկապես կավաղեն մեր ազգային եւ քրիստոնեական արժեքները եւ մեր ինքնությունը։ Շատ բարի գարշ թաթար մարնենք, որ մենք կգադարենք բժշկության Չներողություն գարշ թաթարեմը առաջ նախ մենք ձեզ դեղափոխվինք մենք մեր YouTube ցիներով դեղափոխվինք, իսկ մեր Facebook ցիները թող սպասեն այս դատարին, ամիջավես կդեղափոխվենք։ Ստերեոիդին չի նախադեսվել, դեղափոխություն չի նախադեսվել, ուրեմն չկա դեղափոխություն, գարշ թաթարեմի ետքը կգադարենք բժշկության աղոթք, գրեք անունները։